Լավ, բարև ձեզ, այս ֆորումի արգելի մասնակիցներ, շատ ուրախ եմ ձեզ ողջունելու և շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Ես պետք է ասեմ հետևյալը, բացատրեմ, թե այս իրադարձությունը մենք ինչ նպատակին ենք փորձում ծառայեցնել։ Դուք գիտեք, որ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ վերջերս տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ Հայաստանում, Հայաստանի Հանրապետությունում, մեր հասարակությունում, մեր հանրությունում հասունացել է շատ մեծ կոնսոլիդացիայի անհրաժեշտությունը։ Ընդ որում ես չեմ խոսում քաղաքական կոնսոլիդացիայի մասին, դրա կարիքն էլ կա, բայց դա մի այլ խոսակցության թեմա է, որով իդեպ այստեղ կան ներկայացան մարդիկ, ում հետ նաև քաղաքական ուժեր, ում հետ մենք քննարկում ենք այդ կոնսոլիդացիայի հնարավորությունները, բայց հիմա թեման այսօրվա սա չէ, այսօր խոսքը գնալու է լայն հասարակական կոնսոլիդացիայի մասին, ինչու, որովհետև ըստ էության մենք հայտնվել ենք մի վիճակում, երբ որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները Նիկոլ Փաշինյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սկսել են, ինչ ասել, զանգվածային մի արշավանք, որը ըստ էության ուղղված է ոչ այնքան մեր եկեղեցու դեմ կամ ինչ-որ կոնկրետ մարդկանց դեմ, սա ուղղված է ընդհանրապես դեմոկրատական ազատությունների դեմ մեր երկրում։ Սա ուղղված է մեր ընդհանրապես օրինականության սկզբունքի դեմ մեր երկրում։ Որովհետև երբ որ վարչապետը գործողություններով հայտարարում է, որ օրենքը ինքն է, օրենքը ես եմ, երբ որ նա մեկնաբանում է օրենքը իր ուզած ձևով, երբ որ նա, ասենք, սեփականության օրինական տիրոջը, օրինական սեփականատիրոջը մի կողմ է դնում, խախտելով նրա իրավունքները և ոստիկանությամբ, պետական վարչական ռեսուրսներով կանգնում է այդ սեփականության իրավունքը խախտողի թիկունքում, երբ որ պետությունը կազմակերպում է մասնավոր և ընտանեկան կյանքի մասին տեղեկությունների անձեռնմխելիության սկզբունքի խախտումը, երբ որ ոտնահարվում են քաղաքացիական, ժողովրդավարական, սահմանադրական իրավունքները, սա արդեն դառնում է մեր բոլորի խնդիրը, ամբողջ հանրության խնդիրը։ Եվ մենք անկեղծ ասենք, չենք նախաձեռնել սա, ասենք, վեհափառին պաշտպանելու նպատակով, ինչ-որ հոգևորականներին պաշտպանելու նպատակով, եկեղեցուն պաշտպանելու նպատակով, մենք սա նախաձեռնել ենք մեր բոլորիս, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս իրավունքները, սահմանադրական մեր ազատությունները, քաղաքացիական մեր ազատությունները, ժողովրդավարական մեր ազատությունները և երկրում օրինականությունը պաշտպանելու նպատակով։ Եթե մենք սա չանենք, սա արդեն գալու է, հասնելու է բոլորիս։ Բոլորս ենք դառնալու, այսօր թիրախում, ասենք, եկեղեցին է, հառաքելական Սուրբ եկեղեցին է, կամ Սամվել Կարապետյանը, բայց այս մոտեցումներով, այս դեֆորմացիայով պետության իրականում թիրախում հայտնվել ենք մենք բոլորս, Հայաստանի բոլոր քաղաքացիները հայտնվել են այս թիրախում։ Հետևաբար, մենք կարծում ենք, որ անկախ նրանից, թե ինչ հայացքներ մենք ունենք, արևմտամետ ենք, թե ռուսամետ ենք, թե ինչպես մենք անկախական, մենք պես հավանվում ենք անկախական, օրինակ, կամ արդյոք մենք համաձայնվում ենք Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ, թե մենք
իրականում բացարձակապես չենք ընդունում այն քաղաքականությունը, որ օրինակ մենք համարում ենք Հայաստանի պետականությունը վերացնելու քաղաքականություն, որտեղ երկարաժամկետ հետևանքները դրա հենց դա է լինելու, անկախ այդ ամեն ինչից։ Մարդիկ կարող են պաշտպանել Փաշինյանին, չպաշտպանել, ունենալ տարբեր հայացքներ, բայց մի հարցում ես կարծում եմ համերաշխությունը մեր ապահոված պետք է լինի։ Դա այն է, որ երկրում պետք է գործի սահմանադրություն, երկրում պետք է գործի օրինականություն, երկրում պետք է գործեն անձեռնմխելի մարդու իրավունքները։ Այս հարցում կարծում եմ մենք բոլորս կարանք միավորվենք, որովհետև գիտեք ինչ, ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանի գործողությունները, ասենք, շատ հարված են հասցնում նաև կրոնական զգացմունքներին եւ այլն, եւ հասկանալի է, որ այդ մարդկանց պաշտպանությամբ նույնպես մենք պետք է զբաղվենք։ Բայց խնդիրը հետեւյալն է, այս մի խնդիր է, որը ոչ թե հայ առաքելական եկեղեցու հետևորդներին է մենակ վերաբերում, սա վերաբերում է եւ քրիստոնյաներին, եւ աթեիստներին, եւ բուդդիստներին, գիտեմ, որ հաստատ Հայաստանում կան նաև այդպիսի, կարևոր չի։ Սա բան է, ինչ ասեմ, վերկուսակցական, վերկրոնական, եթե կուզեք, խնդիր է, որի շուրջ մենք բոլորս պետք է միավորվենք։ Եվ որովհետև եթե սա չանենք, եթե իշխանությունը չտեսնի հանրության այս ընդվզումը եւ արգելափակող ռեակցիան, նրանք խորացնելու են սա։ Նրանք արդեն շատ վտանգավոր ճանապարհի վրա են կանգնել, որի գլխավոր հետևանքը լինելու է մեր պետականության, սկզբից օրինականության, իսկ դրա հետ նաև մեր պետականության վերացումը։ Հետևաբար մենք հրավիրել ենք այստեղ, որոշել ենք, որ ճիշտ կլինի, որ այս հավաքին մասնակցեն նախ եւ առաջ մարդու իրավունքի պաշտպաններ, իրավապաշտպաններ, եւ այստեղ մենք տեսնում ենք Հելսինկյան ասամբլեայից, Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչներին, Ժանա Ալեքսանյանն, չգիտեմ, Ժանա, որտեղ եք ներկայացնում ձեր կազմը։ Հա, բանը, պարոն Թամրազյան, ձեր բանը ինչպես է կոչվում, ձեր իրավունքի եւ ազատության կենտրոն։ Եթե ինչ-որ մեկին մոռացել եմ, այդ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կամ իրավապաշտպան ասեցի։ Կանչել ենք մտավորականների, որոնք այս խնդիրներով, ասենք, իսկապես անհանգստացած են եւ մտահոգ են, Արմեն Բաղդասարյան, Կարեն Քոչարյան, Հայկ Նահապետյան, Էդգար Ղազարյանը, ում եմ նախկին պատգամավորներ Գերագույն խորհրդի դեպ առաջի ժամկետի այստեղ ներկա են Ժոզեֆ Նավետիսյան, Տիգրանը Պասկևիչյան, Ռուբեն Բանուչյան, որպես մտավարականս այստեղ ներկա, թե որպես ռեստարտ կազմակերպության ներկայացուցիչ։ Բայց նաև մտածեցինք, որ ճիշտ կլինի քաղաքական ուժերն էլ ներկայանան, որովհետև սա լավ կլինի, որ լինի կոնսոլիդացված առաջարկ եւ պահանջ եւ հանրության ներկայացուցիչների կողմից, մտավորականների կողմից եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից։ Հետևաբար այստեղ մեր հետ են ուրա բանը պատիվ ունեն ֆրակցիայի ներկայացուցիչներ, Մանուջանյանը, չգիտեմ, Հայկ Մանուջանյանը, այստեղ են նժար Սահմանադրական շարժման ներկայացուցիչները, Նինա Կարապետյանցը եւ Արտաշես Սիկանովը, այստեղ ապրելու երկրի կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն է, քաղաքական ուժերից նոր ուժի ներկայացուցիչ Արամ Թորոսյանը, քաղաքական ուժերից էլի մարդ կա, որ Հայաքվեի ներկայացուցիչ, իդեպ ասեմ ձեզ, Հայաքվեն ինքը արդեն
լուրջ աշխատանք արել է, հաղորդումներ է ներկայացրել գլխավոր դատախազին, բայց այնուամենայնիվ իրենք նպատակարար գտան նաև կոնսոլիդացված այս ջանքին մասնակցել։ Առաջ երիտասարդական շարժման ներկայացուցիչն է այստեղ Նարեկ Ղևոնդյանը, վերջը կարծեմ ես ոչ մեկին էլ չմոռացա Հակի եւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներս, ես ու Արամ Մանուկյանը, Ավետիս Ավակյանը, հիմա մենք ինչ ենք առաջարկում։ Մենք առաջարկում ենք, որ տեքստը բաժանվել է, ում որ տեքստը չի հասել, կներեք, դա ինչ-որ տեխնիկական պատճառներով է եղել, հիմա մենք կարող ենք դա անել, Էլինա մի հատ տես, եթե ինչ-որ մեկը չունի տեքստը, ուղարկես, եւ մենք առաջարկում ենք այս տեքստը, այս հաղորդումը գլխավոր դատախազության ուղղված դարձնել կոնսոլիդացված մի պահանջ, ստորագրենք բոլորս եւ թող նաեւ այնտեղ հասկանան, մեր իրավապահ մարմինները հասկանան, որ սա վեհապարի հարց չի, ինչ-որ առանձին վերցրած հոգեվորականի հարց չի, կամ ասենք Սամվել Կարապետյանի հարց չի, սա հուզում է մեր ամբողջ հանրությանը եւ այս բանը ստորագրելով ես կարծում եմ մենք շատ լուրջ ինչ ասեմ իմպուլս կտանք, շատ լուրջ մեսեջ կտանք, որ հանրությունը կանգնած է այս օրինականության վերականգնման այս պահանջի ետևում։ Հիմա կամ այս տեքստը կարող ենք, եթե շատ մեծ առարկություններ չկան, բոլորը կարծեմ ծանոթ եք, ստորագրել, ստեղել սկսենք ստորագրավակը, կամ եթե կան շատ լուրջ չգիտեմ առարկություններ կամ խմբագրման անհրաժեշտություն կա, կարող ենք այսպեսի մի բան անել, քննարկում անել եւ հետագայում ընդունենք բոլոր առաջարկները, փորձենք դա տեղավորել վերջնական տեքստում եւ արդեն նոր դնել ստորագրության։ Ես կխնդրեի, եթե այս առումով կուզեիք արտահայտվել, խոսել սրա մասին, ոչ միայն տեքստի ընդունման մասին, այլ նաեւ եթե ինչ-որ ելույթ ունեք կամ ինչ-որ տեսակետ ունեք հայտնելու այս երկրում կատարվող վերջին իրադարձությունների մասին, ես իսկապես հրավիրում եմ նման անկաշկանդ զրույցի եւ կարծիքների փոխանակման։